Համայնքներում անցնող շաբաթվա անցուդարձով Լոռու մարզպետանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետանի ժամհաղորդումն է բարև ձեզ։ Մինչ շաբաթվա անցուդարձին անդրադառնալը տեղեկացնենք, որ այսօր մարզպետանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետը լսել է նախորդ հանդիպման ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին մասնագետների տեղեկատվությունը, ապա քննարկվող նոր հարցերի վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ։ Նիստի սկզբում մարզպետը հիշեցնելով, որ նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման մարմինների օրն է, շնորհավորեց բոլոր 113 համայնքների ղեկավարներին, ավականու անդամներին, համայնքային ծառայողներին տոնի կապակցությամբ, նշեց, որ համակարգը կայացման լուրջ ճանապարհ է անցնում։ Մարզպետն ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ տարվա լավագույն համայնք 2012-ին Ալավերդին ճանաչվել է մշակութային լավագույն քաղաքային համայնք։ Այս հաջողությունը պետք է օրինակ դառնա եւ վարակիչ լինի մյուս համայնքների համար եւս։ Սա մեզ համար լուրջ հաջողություն է եւ իրոք գիտենք, միայն թատերական Լոռի փառատոնը, որը միջազգային փառատոն է եւ հանրապետությունում եզակի իր տեսակի մեջ, սա բերեց նրան, որ իրոք Ալավերդին դարձավ լավագույն մշակութային։ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից նոյեմբերի 22-ին իրականացվող 11-րդ հեռուստամարաթոնին ընթരാճ նոյեմբերի 17-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկազմակերպվի Լոռու մարզային մարաթոն դրամահավաք 2012-ը։ Մարզպետը հանձնարարում է մեկ անգամ եւս զգուշացնել բոլոր ձեռնարկատերերին, կազմակերպություններին, սեփականատերերին, համայնքներին։ Ամեն ինչ արվելու է, որ նախորդ տարիների թերությունները բացառվեն, մասնակիցներն էլ ավելի ակտիվ լինեն։ Մենք մեզանից յուրաքանչյուրս պետք է օրինակ մեր մասնակցությունը մենք պարտադիր պետք է ունենանք հիմնադրամին։ Կապ չունի ով ինչքան ֆինանսական ներդրում կկատարի։ Համայնքներում գնումների գործընթացում երբեմն լուրջ թերություններ են հայտնաբերվում մարզպետանի աուդիտական բաժնի ստուգումների արդյունքում։ Մի անգամ եւս բոլորին զգուշացնում է շատ խիստ բոլոր համայնքի ղեկավարների եւ ենթակառույցի ղեկավարների, որ գնումների մեջ ընդհանրապես օրենքի տառը չխախտի։ Ինչ է նշանակում բենզինի ծախսը ցույց տալիս, բայց մեքենա չունի։ Մեքենա չունի, վարորդ են պահում։ Վարորդն համար են պահում։ Թեկուզ իր սեփական մեքենան է վարորդը քշում։ Պետք է ձևակերպի, չէ՞ դա, իսկ ով գիտի։ Կամ այդ բենզինի ծախսը որտեղ են ցույց տալի, ինչ մեքենայի վրա են ցույց տալի։ Կապիտալ շինարարությունների հետ կապված խնդիրներ չկան մարզում։ Երրորդ փուլը մոտենում է ավարտին, չորրորդն էլ արդեն մեկնարկել է ու արդյունքներ կան։ Սպիտակում օրինակ մեկ փողոց արդեն բարեկարգվել է։ Աշխատանքներին սկսվելու տաշիրում Ստեփանավանում մի փոքր Վանաձորն է հետ մնում։ Առաջիկայում սկսված եւ սկսվելիք ծրագրերին հետևելու նպատակով մարզպետը կլինի համայնքներում։ Տեղեկացվեց, որ Սիբիրյան խոց կոչվող հիվանդության դեմ համայնքներում պատվաստումներ են կատարվում։ Մեր մարզում դեպքեր չկան, բայց հարևան մարզերում գրանցված հիվանդությունը պետք է լուրջահազանգ լինի։ Ինչպես Նալբանդյանն է ասում, հենց այս պահից անհրաժեշտ է գիտակցել հիվանդության վտանգավորության աստիճանը։ Եկամուտների հավաքագրման գործում նախորդ ամիսը արդյունավետ էր, նույնիսկ հնարավոր է եղել պարտքերից մարել։ Այժմ հիմնական խնդիրը ցուցանիշը պահելն է։ Աննա Պեչենևսկա, Վազգեն Մինասյան, մարզպետանի ժամ։ Համայնքներում հարկերի հավաքագրման գործընթացների վերաբերյալ Աննա Պեչենևսկայան զրուցել է մարզպետանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի հետ։ Ըստ վարչության պետի հոկտեմբեր ամսին լուրջ հաջողություններ են արձանագրվել հարկերի հավաքագրման ուղղությամբ։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում համայնքներն ավելի լավ աշխատեցին սեփական եկամուտների հավաքման գործով, քան նախորդ 9 ամիսներին։ Արդյունքում մարզի բոլոր համայնքները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նկատելի աճ ապահովեցին։ Սա Լոռու մարզպետանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տվյալն է։ Միայն անցնող ամիս շուրջ 146 միլիոն դրամի եկամուտ է գրանցվել, նախորդ տարվա 124 միլիոնի դիմաց։ Ի դեպ գերակատարում է եղել բոլոր հարկային ցուցանիշներով։ 10 ամսվա արդյունքներով պատկերն այսպիսին է։ Մարզը սեփական եկամուտների հավաքագրումը անցած 10 ամսում կատարել է 80.8%-ով եւ նախորդ տարվա նկատմամբ աճ կազմել է 103%, այսինքն արդեն իսկ 10 ամսվա արդյունքներով 3 միլիոն ավելի շատ սեփական եկամուտների հավաքագրած մարզում, քան նախորդ տարի։ Վիճակը լավ է գույք հարկի գծով, պլանը կատարված է նախատեսված 87%-ով, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 117.5% կամ ավել է հավաքագրված շուրջ 46 միլիոն դրամ գումար։ Վիճակն ինչպես միշտ վատ է մնում հողի հարկի գծով, չնայած որ հոկտեմբերին թե պլանի, թե նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ աճ կա, սակայն հավաքագրումը կազմել է ընդամենը 69%։ Սա խոսում է այն մասին, որ մենք զգալի աշխատանքներ ունենք կատարելու մեր համայնքի ղեկավարները, ավականիները, հատկապես հողի հարկի վիճակը շտկելու ուղղությամբ։ Եվ մենք համոզված ենք, որ
առաջիկա 2 ամիսները որ կան, նոյեմբեր-դեկտեմբեր, ամեն ինչ կարելի փողի հարկի գծով մարզի հավաքագրման վիճակը բարելավելու ուղղությամբ։ Սևակ Հովհաննիսյանն ասում է, արդյունքների բարելավմանը նպաստեց ղեկավարների տեղում հետևողական աշխատանքը, մարզպետարանի հետևողականությունը, նաև գյուղատնտեսական տարին շատ ավելի բարեհաճ էր, քան նախորդ տարի։ Սա եւս նպաստել է, որ գյուղացին կարողանա կատարել հարկային պարտավորությունները։ Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, մարզպետարանի ժամ։ Իդեպ համայնքներում սկսված է 2013 թվականի բյուջեների կազմման աշխատանքները։ Համայնքապետերը պետք է անեն ամեն ինչ իրատեսական բյուջե կազմելու համար, որպեսզի հետագայում հավաքագրման հետ կապված խնդիրների առաջ չկանգնեն։ Բյուջեների ձևավորման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 18-ին։ Եթերում մարզպետանի ժամն է։ Անցնող շաբաթ լուրեր ժամանել կրթության եւ գիտության նախարարը։ Արմեն Աշոտյանն ու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալվել են Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան ավագ դպրոցում։ Դպրոցականների հյուրերին դիմավորել են օր ներքով, ապա տեղի ունեցել դպրոցին կից նախակրթարանի բացումը։ Նախակրթարանը գործում է սեպտեմբերի 1-ից եւ արդեն 23 երեխա է հաճախում։ Նախակրթարանի խնդիրների մասին հետաքրքրվելով Արմեն Աշոտյանը տեղեկացավ, որ այն հագեցած է անհրաժեշտ գույքով կրթական գրականությամբ։ Կրթական հաստատությունը գործում է անվճար հիմունքներով։ 2 դաստիարակ ունենք, բայց երբ որ ֆինանսավորումը արդեն կլինի, նոր կարծում եմ արդեն երգի ուսուցիչ կունենանք, ֆիզկուլտուրայի եւ մեծ հիմնարկություն կդառնա։ Դե որպես ավագ դպրոց մենք մարում ենք մեր հիմնական դասարանները, բայց նախակրթարանը կարծում եմ դպրոցին բավականին օգուտ կբերի, օգնություն կլինի։ Նախակրթարանի սաներից 6-ն այստեղ են գալիս Ծաղկաշատ համայնքից, ճանապարհի երկար է, ճանապարհածախսնել մեծ, ասում են ծնողները։ Իսկ նախարարը խոստանում է գյուղում երեխաների թվի ավելացման դեպքում բացել նախակրթարաններ։ Ստիպված 19 կիլոմետր հեռավորությունից գալիս ենք այստեղ մեր երեխաներին նախակրթարան քվարկե։ 12-րդ դասարանի աշակերտները նախարարի հետ կիսվեցին իրենց ապագայի հետ կապված ծրագրերի մասին։ Նախարարը տեղեկացավ, որ նաև դասագրքերի պակաս կա։ Արմեն Աշոտյանը խոստացավ լուծել խնդիրը։ Արդեն 4 տարին է հիմնական կրթությունից բացի համար 5 դպրոցում նաև ներառական կրթություն է իրականացվում։ Վանաձորյան այցը նախարարը մարզպետի ուղեկցությամբ սկսեց Լոռու տարածաշրջանային պետական քոլեջից, ինչպես ինքն է ասում, կառավարության համար գերակա համարվող ծրագրերի իրականացման ընթացքին հետևելու ցանկություններ նրան Լոռի բերել։ Այս տարի նախակրթարաններ են բացվել մարզի 14 համայնքներում։ Սա նախարարը մեծ թիվ ու լուրջ ձեռքբերում է համարում։ Սրան էլ եթե գումարվի 2008-ին մարզի 6 պիլոտային ծրագիր, ապա պարզ է դառնում, որ մարզի 20 համայնքներում նախակրթարանների հիմնումը թույլ է տվել շուրջ 400 փոքրիկների համար նախադպրոցական կրթության հարց լուծել։ Այն համայնքները, որտեղ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, այստեղ պետական բյուջեն մեծ օգնության է հասնում համայնքներին եւ համայնքներում բացվում են նախակրթարաններ։ Այս տարվա կտրվածքով մոտ 16 նախակրթարան է բացվել Լոռու մարզում եւ սա լուրջ օգնություն է եւ ես համոզված եմ, որ մյուս տարի արդեն իր դրական պտուղները մեր համայնքներում կքաղեն։ Նախարարը չի շղթում, որակյալ կրթական ծառայությունների կարիք կա երկրում, սա լուրջ խնդիր է։ Աշոտյանը հաջողված է համարում ներդրված ներառական կրթության մոդելը։ Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար պետությունը պարտավորվել է ապահովել կրթության առանձնահատուկ պայմաններ եւ կրթության որակ եւ կրթական կարիքների բավարարում բոլոր այն երեխաների համար, որոնք ունեն այդ կրթության իրավունքը։ Ավագ դպրոցների ծրագրերի հետ կապված դժվարություններն էլ նրա աչքից չեն վրիպել, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիոն դրսևորումների նվազեցումը նախարարության համար գերխնդիր է։ Այս եւ ցավոտ մի քանի հարցերի շուրջ նա խոսեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի նիստում։ ՓՈՒՀ նախարարի վերջին կանգառն էր։ Աննա Պեչենևսկա, Ամերիկ Կոլոլյան, Արման Տիտանյան, Վազգեն Մինասյան, մարզպետանի ժամ։ Լոռու մարզում գործում է 66 հիմնական, 11 ավագ եւ 86 միջնակարգ դպրոցներ, որտեղ աշխատում է 3615 ուսուցիչ։ Այս թվի մեջ ներառված չեն դպրոցների սպասարկող անձնակազմը։ Մերի Կոլոլյանը ուսումնասիրել Լոռու մարզի կրթության ոլորտի վիճակագրական մանրամասները։ Ավագ դպրոցները գործում են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ, իսկ մարզի հիմնական դպրոցներից 3-ում իրականացվում է նաեւ ներառական կրթություն։ Մարզի դպրոցներում ընդհանուր առմամբ 1636 դասարան կա, որտեղ հաճախում են 25771 աշակերտ։ Ըստ Լոռու մարզպետանի կրթության եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, մարզի դպրոցներում դասագրքերի պակաս չկա։ Ոչ մի խնդիր դասագրքերի հետ կապված նկատի ունեմ բոլոր դասագրքերը ըստ առարկաների չունենք։
Դպրոցներում ըստ տրամադրված չափի դասագրքերի վճարների գումարների զեղչեր են սահմանվել, կախված ընտանիքի սոցիալական իրավիճակի հետ, եւ այս խնդիրը մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում է, ասում է Մինաս Սայադյանը։ Մարզպետի մոտ աշխատանքային վերջին խորհրդակցություններին առանձնապես կարևորվում է նաեւ մարզի դպրոցների ջեռուցման եւ ընդհանրապես ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Դպրոցների մեծ մասը գազիֆիկացված է, սակայն դեռևս կան դպրոցներ, որոնք ջեռուցում են հեղուկ վառելանյութով կամ փայտով։ Մարզում ընդհանուր առմամբ 23 դպրոց է ջեռուցվում վառելափայտով, իսկ այս տարի դպրոցներից 3-ը անցել է գազով ջեռուցվող դպրոցների շարքը։ 2011-2012 թվականներին մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել նաև դպրոցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, նշում է Մինաս Սայադյանը։ Դպրոցների շենքային պայմանների բարելավումը վստահաբար կարող եմ ասել եւ հանրապետական եւ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Ես դեռ չեմ հիշում որևէ խորհրդակցություն, որ շինարարության հետ կապված խնդիրները, մասնավորապես դպրոցների շինարարության հետ կապված խնդիրները մարզպետի կողմից չեմ հիշում այդպիսի խորհրդակցություն, որ մարզպետի կողմից այդ հարցերը չքննարկվեն։ 2012 թվականին հիմնանորոգման կամ այլ շինարարական աշխատանքներ են իրականացվել Վանաձորի 2 դպրոցներում՝ Աղթալա, Կատնաղբյուր, Օձուն, Սարատովկա եւ Լեռնապատ համայնքների դպրոցներում իրականացվել են մարզադահլիճների, տանիքների կամ այլ շինարարական աշխատանքներ։ Մերիկո Լիլյան, Լիլի Դիոչյան, մարզպետանի ժամ։ Շարունակում ենք թողարկումը, թեպետ մարզում չկան կրթական գործընթացներից դուրս մնացած երեխաներ, այնուամենայնիվ քիչ չեն այն ընտանիքները, որոնք սոցիալական պայմանների պատճառով կանգնում են դժվարությունների առաջ։ Լոռու մարզպետանը ունեցած հնարավորությունների սահմանում փորձում է աջակցել նման ընտանիքներին։ Սեդրակյանների ընտանիքը մեկն է բազմաթիվ այն ընտանիքներից, որ գոյություն են պաշտպանում Խարխուլ կացարանում, այս եւ նմանատիպ ընտանիքները մարզպետանի ընտանիքի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ուշադրության կենտրոնում են։ Մշտական տնայցեր, հնարավորության դեպքում սոցիալական օգնություն։ Հասմիկ Սեդրակյանը ունի 5 երեխա, նրանցից 3-ի հոգսը պետությունը վերցրել է հոգսաշատ մորից։ Երկու որդին ու դուստրը Վանաձորի խնամքի կենտրոն են հաճախում։ Մայրն ասում է, սա մեծ օգնություն է, գոնե գիտի, որ երեխաներն այդ օրը քաղց ու ցուրտ չեն զգա։ Ամենափոքրն էլ մանկապարտեզ է հաճախում զեղչված վարձով։ Սա էլ քաղաքապետարանի կողմից։ Ժամանակավոր կացարանն էլ համայնքի կողմից է, շուտով նաև ամենամեծ նվերն է լինելու։ Մի քանի այսպիսի ընտանիքների համար Վանաձորում բնակարաններ են կառուցվում, մինչ այդ նրանց օգնություն է պետք։ Մարզպետը տեղեկացել էր ընտանիքի մասին ու հաջորդել էր արձագանքը, այս անգամ հեռուստացույցի տեսքով։ Անակնկալայցի ու նվերի համար ամենից շատ Հասմիկի փոքրիկներն են ուրախացել։ Վերջապես սիրելի մուլտֆիլմերն ու հաղորդումները կարող են դիտել։ Երեխաների հայլը ունի ուրեմն հոգեկան խնդիրներ եւ բնակվում է տաշիրում, տեսակցություն ընտանիքի հետ բավականին քիչ է, ինչպես նաև երեխաներն էլ ունեն առողջական խնդիրներ, այս ամենը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ ինչպես նաև հաստատության, քանի որ հաստատությունը աշխատում է ոչ միայն երեխաների հետ, այլ նաև ընտանիքների, այսինքն կարիքների գնահատումը երբ որ արվում է նաև ընտանիքի կարիքների գնահատում։ Պայմանը ես որ շատ վատ է, ես երեխեքին ուղարկել եմ խնամք։ Մանկապարտեզ եմ, ես ասենք Վալոդիկս մանկապարտեզ եմ հաճախում, իմը զեղչով է, որպես բազմազավակ մայր ես զեղչով եմ գումար ասենք իրանց տալի, բայց էլի գոհ եմ։ Հարևանությամբ նաև Հասմիկի եղբոր ընտանիքն է ապրում առավել ծանր պայմաններում, մարզպետանը նրանց համար էլ օգնության տարբերակ ունի։ Հաշվի առնելով, որ ձմեռը մոտ է եւ տանն էլ 4 անչափահաս երեխաներ կան, որոշվել է վառելափայտի հարց լուծել, նաև դրամական աջակցություն ցուցաբերել։ Աննա Պեչենևսկա, Ազգանուշ Մկրտչյան, մարզպետանի ժամ։ Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում համայնքային նորություններ։ Ձմռան ամիսների մոտենալուն պես սոցիալապես անապահով ընտանիքներում մեծանում են հոգսերը կապված վառելիքի հետ։ Տնական ավանների բնակիչներին օժանդակելու նպատակով Վանաձորի քաղաքապետարանը նոր նախաձեռնություն ունի վառելափայտով կամ դրան համարժեք գումարով թեթևացնել վերջիններիս ձմեռային ծախսերը։ Մարդիկ կան, ստեղից ամուսնացան, երեխա ունեցան, ստեղից գնացին, արդեն մահացան գնացին, ես այստեղ մի մարդ կար։ Ինչ կյանք տեսա, որ նա դոմիկից էլ մահացավ։ Գոնե մեր սեփական տունը չունեցան։ Այս ընտանիքների բողոքներն առավելաբար ուղղված են իրենց ապրելակերպին։ Տնական այն պայմաններին, որի մեջ տարիների վեր ապրում են եւ թվում է, թե համակերպված են, սակայն դեռևս սպասումով ու հույսով ակնկալում են որևէ օժանդակության, հատկապես երբ արդեն մոտենում են ձմռան ամիսները։ Ձմռան ամիսներում հիմնականում փայտի, վառելիքի հարցն է։ Լույսով հնարավոր չի տաքանալ։ Վառելիքն էլ շատ դժվարությամբ, մանավանդ այս տարի շատ դժվարությամբ ենք հայթայթելու, հլա չունենք, հլա չենք վառում։ Այս ընթացքում տնական ավանների համար հատկապես ծանր է լուծել վառելիքի խնդիրը։
Բնակիչների հոգսը թեթևացնելու համար Վանաձորի քաղաքապետարանը նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակներում Լենինգրադյան փողոցի տնական ավանների բնակիչների մի մասին պիտի տրամադրվեն ձմռան համար վառելափայտ, եթե տվյալ ընտանիքը համապատասխանում է ծրագրի իրականացման համար մշակված որոշ սկզբունքների։ Կարգադրությամբ հանձնարարված էր ուսումնասիրել քաղաքապետարան մուտքագրված դիմումների վառելափայտի կապակցությամբ, որոշում կայացվեց, որ սոցիալապես անապահով այն ընտանիքները, որովհետև բավականին շատ են այդ ընտանիքները, որոնք մտնում են ավելի ռիսկային խմբերի մեջ։ Դիմումների թիվն արդեն գերազանցում է 100-ը, եւ սակայն քաղաքապետի խորհրդական սոցիալական հարցերով Աշոտ Կարապետյանի փաստմամբ օժանդակություն կստանան մինչև 80 ընտանիք։ Այս պահին քննարկման փուլում է նաեւ մեկ առաջարկ կապված այն ընտանիքների հետ, ովքեր չունեն փայտի վառարաններ կամ հրաժարվել են վառելափայտից։ Ծրագրման փուլում է սակայն դեռևս հաստատված չէ այն որոշումը, ըստ որի վերոնշյալ ընտանիքներին կցուցաբերվի ֆինանսական օգնություն ձմռան ջեռուցման ծախսը թեթևացնելու համար։ Մենք դիմել ենք, հույսով ենք, որ կարող է օգնեն, չգիտեմ, ինչքանով դա մեր հույսերը կարդարացնի, Աստված գիտի։ Երեխեք առողջություն չունեն, հիմա էլ փոքրն է, ես վիրահատված, ամուսինս ինֆարկտ տարած, փոքրս է 3 տարեկան, մեծերն են չափահաս, են էլ աշխատանք չկա, ուր է գնում են, աշխատանքային փորձ պարտադիր է, ոչ միտեղ չեն կարողանում աշխատել։ Բնակիչների խոսքով ձմռան ամիսներին իրենց թաղամասում բոլոր բնակիչները վառելափայտ են օգտագործում եւ գրեթե բոլորն ունեն ապրելակերպի նույն կենսամակարդակը։ Հետևաբար անհրաժեշտ էր, որ այս օգնությունը լիներ ավանի բոլոր բնակիչներին, քանզի իրենց իսկ բնմամբ թաղամասում չկա եւ մի ընտանիք, որ այդ օժանդակության կարիքը չունենա։ Էմմա Գրիգորյան, Լիլիթ Յոլչյան, Մարզպետարանի ժամ։ Թումանյանի տարածաշրջանի Օձուն գյուղում արդեն զգացվում է կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության արդյունքները։ Տարիներ առաջ այստեղ ընդամենը 30-ից 40 հեկտար հող էր մշակվում, պատկերը փոխվել է, գարնանը մշակվող հողերի քանակն Օձունում ավելացել է 20%-ով, եւս 15%-ի աճ է արձանագրվել արդեն այս աշնանը։ Դրան նպաստել է նաեւ հակակարգային կայանի տեղադրումը եւ գյուղապետարանի կողմից ձեռք բերված հզոր տրակտորը, որը հնարավորություն է տալիս վարելահողերի վերածել խոթարքների ու արոտավայրերի վերածված դաշտերը։ Գյուղապետ Արսեն Տիտանյանը համոզված է, որ եթե հաջորդ տարի էլ կառավարությունը աջակցի գյուղացուն եւ մատչելի գներով սերմացու վառելիք ու պարարտանյութ հատկացնի, ապա մյուս տարի Օձունում ցանքատարածությունները կավելանան եւս 20%-ով։ Եվ համայնքում ձեռք ենք բերել T150 տեսակի տրակտոր վարող, որը որ նաև չվարված հողերը այս տարի կարողացել ավարի եւ ցանքսերի թիվը ավելացել է։ Արդեն 4-րդ տարին է Օձունի դաշտերի բերքը չի կարգտահարվում, տեղադրված հակակարգտային կայանն իր գործն անում է, ինչն էլ հուսադրում է գյուղացուն ու հողին վերադառնալու խթան։ Այս վերջի 2 տարում, 3 տարում արդեն ժողովուրդը երևում է, որ շարժը կա։ Հայթայթում են, որ հողերը բրախած է եղել, արդեն վարությանը առաջ է գնում, էլի։ Երևում է, որ ժողովուրդը կամաց առաջ են գնում։ Այս տարի Օձունի ենթաշրջանի մի քանի գյուղեր, այդ թվում նաև Օձուն գյուղը կարգտահարվեց, վնասվեց միայն այգիների եւ բանջարանոցների բերքը, բարեբախտաբար կարկուտը գյուղի դաշտերին չհասավ, գյուղացու բերքն էլ փրկվեց։ Հիմա Օձունում մեծ թափով ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները, նախորդ տարի ցորենի 150 հեկտար ցանց է կատարվել, այս տարի արդեն իսկ 250 հեկտար աշնանացան ցորեն է ցանվել։ Գյուղի ջրդի հողերի 50%-ը գյուղացին արդեն վարել է, ասում է գյուղապետը, նշելով, որ վերջին 10 տարիներին գյուղը հողի մշակության եւ նաեւ ցորենի միջին բերքատվության նման ցուցանիշներ չեր ապահովել։ Մերիկոլոլյան, Արման Տիտանյան, Մարզպետարանի ժամ։ Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում համայնքային լուրերը մեկ տեսաշարով։ Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավականու այս տարվա 8-րդ եւ նորընտիր ավականու առաջին նիստը, որին հրավիրված եւ ներկա են նաեւ նախորդ ավականու անդամները։ Մինչ նիստն սկսել է քաղաքապետ Սամվել Դարփինյանը շնորհավորեց ավականու բոլոր նորընտիր, ինչպես նաեւ վերընտրված անդամներին։ Վանաձոր համայնքի ավականին Սամվել Դարփինյանի համոզմամբ ամենակայացած ավականներից է հանրապետությունում, որ աշխատում է պրոֆեսիոնալ եւ արդյունավետ։ Քաղաքապետին եւ ավականուն շնորհավորեց նաեւ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը, ավականու անդամներին հանձնելով հանձնաժողովի որոշման քաղվածքները։ Նիստից առաջ քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության անցնող 3 նոր անձինք հանդես եկան երդման արարողությամբ։ Օրակարգում 10 հարց էր։ Քաղաքապետը ներկայացրեց օրակարգը, որն ավականին ամբողջությամբ հաստատեց, այնուհետև անցավ հարցերի քննարկմանը։ Նորընտիր ավականին որոշեց հաստատել Վանաձոր համայնքի 2013 թվականի բյուջեն, եկամուտների ու ծախսերի գծով 1 միլիարդ 945 միլիոն 560 հազար դրամ, այս թվում վարչական բյուջեի մասով 1 միլիարդ 854 միլիոն 680 հազար եւ ֆոնդային բյուջեի մասով 157 միլիոն 360 հազար դրամ։ Նորընտիր ավականին քննարկեց 12 հարց։
Վանաձոր քաղաքում տեղական հարկերի հավաքագրման ուշացումները նախ եւ առաջ պայմանավորված են քաղաքում գործող ման ու միջին ձեռնարկատերերի ունեցած համեմատաբար մեծ ապարքներով։ Խնդրի լուծումը պահանջում էր խիստ մոտեցում, հատկապես ման ու խոշոր ձեռնարկատերերի խոշոր գույքի սեփականատերերի նկատմամբ։ Խստությունը ըստ գույքի կառավարման եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարփինյանի տվեց իր սպասելի արդյունքը։ Հոկտեմբերից սկսած բարձրացավ գույքահարկի ու հողի հարկի հավաքագրման ցուցանիշը եւ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերակատարվեց 14.5 միլիոն դրամով։ Այսօր արդեն նախնական պարտքերի ցուցակը կազմող անհատների մեծ մասը, որոնք կարծես ձևավորված օրինաչափության համաձայն միմիայն ձեռնարկատերեր էին, վճարել են ու զրոյացրել իրենցից պահանջված հարկը։ Իդեպ վճարումներն իրականացվել են միմիայն հրապարակայնորեն ցուցակները ներկայացնելուց հետո։ Փորձը տարիների ցույց է տալիս, որ առանց հիշեցման ավելի շատ ավելի բարեկարգ շարքատումները դա տարեց մարդիկ են, հիմնականում թոշակառուներ, նպաստառուներ, որոնց երևի այն տարիների դաստիարակությունը ստիպում է, որ իրենք առաջնահերթ կատարեն իրենց պարտականությունները։ Գուգարքի տարածաշրջանի Անտառամուտ գյուղն ունի շուրջ 196 հեկտար վարելահող, որոնք հիմնականում չեն մշակվում ու ծառայում են որպես խոթարկ։ Գյուղապետարանի աշխատակազմի մասնագետները դժվարությամբ են հավաքագրում եղած հողերի վարձավճարները, բյուջեով նախատեսել են շուրջ 825.000 դրամ հողի հարկ հավաքագրել, 150.000 դրամ գույքահարկ եւ 300.000 դրամ արոտավայրերի վարձակալության գումար։ Համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը Անտառամուտում չի գերազանցում 60%-ը։ Գյուղապետը աշխատակազմի առաջ խնդիր է դրել գոնե 90% հավաքագրում ապահովել։ Խնդիրն այն է, որ շուրջ 26 խոշոր հարկատուների ժառանգները չեն ճանաչել սեփականության իրավունքը եւ հարկեր չեն վճարում։ Գյուղապետարանում շուրջ 1 միլիոն դրամ ապարք է կուտակված հողի հարկի մասով, իսկ հարկային արտոնության արդյունքում Անտառամուտում շուրջ 1.5 միլիոն դրամ հարկ է մարվել։ Մինչև 2008 թվականը, եւ հիմա նոր արտոնությունները, այսինքն եթե մնացած 2008-ից 11 թվականների հարկերի մայր գումարը վճարվում է, տուժև տուգանքից ազատվում են։ Կան ընտանիքներ հասկանում են իրողությունը, կան չեն հասկանում եւ ոչ թե չեն հասկանում, այլ չունեն, իրոք զգում են, որ չունեն։ Իսկ Ալավերդի Սարահարթ 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի հարակից Սարալանջից համապատասխան մասնագետների միջոցով իրականացվում է թուլացած քարերի թափման աշխատանքներ։ Մեքենաների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակ առ ժամանակ պետավտոտեսության աշխատակիցների կողմից դադարեցվում էր ճանապարհի երթևեկությունը։ Քարաթափման աշխատանքներում ներգրաված են մոտավորապես 6 մասնագետներ։ 12 տարվա աշխատանքային փորձից ելնելով Սերգեյ Ղարաքեշյանն ասում է, որ Լոռու մարզն այդ թվում եւ Ալավերդի քաղաքը խոցելի քաղաք է սպառնացող աղետների վտանգներով։ Քարաթափման աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցում ծրագրի շրջանակներում մրցույթը շահած Լոռու զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտավորապես 4 միլիոն դրամ, որի մեջ մտնում է նաև համայնքի ներդրումը 820.000 դրամի չափով։ Ալավերդի Սարահարթ ճանապարհի քարաթափման աշխատանքները կշարունակվեն դեռևս 10-ից 15 օր։ Տաշիրի տարածաշրջան Ձորամուտ եւ Գոգավան համայնքները սահմանակից են Վրաստանի Հանրապետությանը։ Երկու համայնքներում միասին այժմ 450 մարդ է բնակվում։ Այս երկու գյուղերի բնակիչների թիվը տարեց տարի պակասում է անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։ 3 տարի առաջ Հայաստան համահայկական հիմնադրամի 33 միլիոն դրամի նվիրատվությամբ Ձորամուտ համայնքում նորոգվել է ներքին ջրագիծը, սակայն խմելու ջրի խնդիրը գյուղում վերջնականապես կլուծվի, եթե նորացվի նաև Միխայլովկայից Ձորամուտ հասնող ջրատարը։ Նախորդ տարի հորդարատ անձրևների պատճառով փլուզվել էր Գոգավան Ձորամուտ համայնքները միմյանց կապող կամուրջը։ Հրատապ ծրագրով նախորդ տարի շուրջ 4 միլիոն դրամ հատկացվեց կամուրջի վերակառուցման նպատակով։ Գնում ենք ռայոն, տաքսիները չեն բերում, որ ճանապարհ չկա, մեքենաս քանդում ենք էսեն է 1500 դրամ փող ենք տալիս, գալիս ենք հասնում ենք, առաջ 1000-ով ենք գալիս, հիմա 1500-ից պակաս չեն բերում։ Ուգարքի տարածաշրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ Հերիկնաս Գևորգյանի ընտանիքի համար արդեն մի քանի տարի դժվարություններ է ստեղծում վթարված կոյուղատարը։ Բանն այն է, որ Գևորգյանների առանձնատնից ոչ հեռու կիսաբաց կոյուղատարից կեղտաջրերն անարգել թափվում են ուղիղ նրանց բակ, ինչն էլ գարշահոտության պատճառ է դառնում, նաև վտանգավոր հակասանիտարական վիճակ ստեղծում։ Հերիկնաս Գևորգյանը պատմում է, որ կոյուղին վնասվել է ծանր մեքենաների այս հատվածում աշխատելու պահին, երբ գյուղի գասիվիկացման խնդիրներ լուծվում։ Այս թաղամասի եւս մի քանի բնակիչներ դժգոհում են ստեղծված իրավիճակից, նշելով, որ խնդրի լուծման համար ընդամենը մի քանի մետր խողովակ է անհրաժեշտ։ Հրեկանալիզացիան տղաքած ջուրից ըրեսովնակնում, բայց ինչ կորական ասում են, միջին բակտերիաններ կան, երեխեքը լուծն կան, երեխեքը սենց կան, խիչ ընգնեն, եթե կանալիզացիայի կոյուղին կար դպրոցը բռնացրած, մինչև ստի։
Տաշիրի տարածաշրջանի Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1920 թվականին։ Նախկինում մոլոկաններով բնակեցված գյուղում հետագայում վերաբնակեցվեցին նաև փախստականներ։ Գյուղի միջնակարգ դպրոցը գործում էր 2 բաժնով։ 1988-ին փախստականների մեծ մասը գյուղից հեռացավ։ Դատարկ առանձնատներում բնակվեցին հայ ընտանիքներ։ Միխայլովկայի գյուղապետ Լևոն Գյուլբարյանն ասում է, որ կար ժամանակ, երբ գյուղում ընդամենը 9 հայ ընտանիք էր մնացել, սակայն ամեն ինչ փոխվեց 88-ից հետո։ Ինչպես Տաշիրի տարածաշրջանի շատ համայնքներում, այնպես էլ այստեղ առկա է աշխատատեղի պակաս, ինչն էլ ստիպում է տղամարդկանց մեկնել արտագնա աշխատանքի։ Այս տարի Միխայլովկայից արտագնա աշխատանքի է մեկնել 70 տղամարդ, ովքեր սեզոնային աշխատանքի ավարտից հետո կրկին վերադառնալու են գյուղ։ Սորվա դրությամբ ես գյուղում ունեմ 46 տուն փակած է։ 12 տուն էլ вообще ասենք թե թինդ ռասիկ տները, որոնք ասենք այն ժամանակ 89-90 թվականներում որ փոխանակեցին, չկարողացան վաճառել, այդպես փակած թողին գնացին, դա էլ հիմնական դրել։ 1960 թվականին Վահագնի գյուղի բնակիչների հանգանակությամբ կառուցվեց հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հուշարձան եւ թանգարան, որտեղ հավաքվեցին մեծ հայրենականին մասնակից վահագնեցիների լուսանկարները, արխիվային փաստաթղթեր ու տարբեր իրեր։ 1988-ի երկրաշարժից դուժեց նաեւ հուշարձանին կից կառուցված թանգարանը, այժմ շենքը վերականգնման կարիք ունի, իսկ թանգարանի նյութերը տեղափոխվել են գյուղի ուսուցիչներից մեկի տուն։ Մեծ հայրենականին մասնակցած վետերաններից վերջինն այստեղ մահացել է նախորդ տարի։ Գյուղապետ Պետրոս Քոչինյանը նշում է, որ բացի շենքի վերանորոգումը անհրաժեշտ է նաեւ ցանկապատել հուշարձանի տարածքը, իսկ գյուղապետարանը միջոցներ չունի։ Գյուղապետարանը թեպետ ակտիվ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, սակայն նրանց կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում սոցիալական բնույթ են կրում։ Այս բաները հիմնականում անում են հանգանակության միջոցով, ասենք բնակչությունից փոխհավաքելու, բայց դեռ բնակչությունների վիճակի չէ, լավ չեն ապրում ժողովուրդը։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի պաշտպանական բարեփոխումների նվիրված միջոցառումները երկրում շարունակվում են։ Պայմանագրային զինծառայողների թվի ավելացման, պայմանագրային ծառայության կազմակերպման բարելավման նպատակով Վանաձորում անցկացվեց քննարկում, որին մասնակցեցին երկրորդ եւ երրորդ բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը եւ ենթակա զորամասերի հրամանատարներն ու պայմանագրային զինծառայողները։ Ներկաներ հանդես եկան զեկույցներով ներկայացրին առաջարկներ, որոնք պետք է կանխեն պայմանագրային ծառայողների ժամկետից շուտ զորացրվելը, խրախուսեն պայմանագրային ծառայությունը։ Զեկուցողների շարքում նաեւ պայմանագրայիններ էին։ Նրանց խոսքից պարզ դառնում, որ հիմնական դժգոհությունը աշխատավարձերն են, պայմանագրային զինծառայողների տեղափոխման խնդիրը։ Նրանք առաջարկում են վերանայել պայմանագրային ծառայության դիմելու կարգը, մարտական պատրաստվածության օրերը 3-ից դարձնել 2 օր, բարձրացնել ծառայության դիմաց վճարվող աշխատավարձը, սահմանելով նաև լրացուցիչ վճարումներ, փոխհատուցել ճանապարհային ծախսերը, խրախուսական ձևեր սահմանել պայմանագիրը երկարաձգել ցանկացողների համար։ Բոլոր առաջարկությունները կդիտարկվեն Պաշտպանության նախարարության կողմից։ Քայլերը միտված են լինելու բարելավել պայմանագրային ծառայության կազմակերպումը հանրապետությունում, նպաստել պայմանագրայինների թվի ավելացմանը։ Վալեքս խմբի ընկերություններում աշխատում է ավելի քան 3000 մարդ։ Խմբի կորպորատիվ ծրագրերից է ուսանողների, իր տնտեսական գործունեության շրջագծում գտնվող բնակավայրերի բնակիչների, համայնքների ղեկավարների եւ ավականու անդամների պարբերական ճանաչողական շրջայցերի կազմակերպումը դեպի Լոռի եւ Արցախ։ Յուրաքանչյուր աշխատակից ցանկանում է իմանալ առավել մանրամասն հենց տեղում, թե ինչ խոշորամասշտաբ միջոցառման է ինքը մասնակցում։ Հանրապետության տնտեսական կյանքում աննախադեպ դերակատարում ունեցող ինչ տնտեսական ծրագրի մասին է խոսքը, որի մի մասն է ինքը նաև կազմում։ Օրերս Լեռնամետալուրգիա ինստիտուտի Երևանյան գրասենյակի աշխատակիցներն այցելեցին Ալավերդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ընդհանրական աղոթքից հետո հյուրերը եղան ICP ընկերության պղնձաձուլական արտադրամասում, ծանոթացան ձուլման գործընթացին։ Ռուզաննա Վարդյանյանը 77 թվականից աշխատում է Լեռնամետալուրգիա ինստիտուտում, սակայն Ալավերդում առաջին անգամ է։ Պրոյեկտներն ենք ծալում ու կտրում միշտ Թեղուտ, Դրամբող, Ղարաբաղ, օֆիսը ուրիշ է, բայց ստեղ լրիվ ուրիշ էր, էլի շատ հաճելի էր, շատ։ Լեռնամետալուրգիա ինստիտուտի մասնագետներից շատերն ամսվա մեջ մի քանի անգամ աշխատանքի բերումով լինում են այստեղ։ Ես 3 օր Ստեփանակերտ Դրամբոնում էի, 3 Կաշինում էի, այսօր այստեղ եմ, սա արտադրություն է վերջին հաշվով, իսկ գրասենյակում երբ որ լինում եմ աշխատանքային նախագծերը նայում ենք, հարցերը պատասխանում ենք, իմ աշխատանքի շուրջ 30% ես ձեռնարկություններում եմ ժամանակի առումով։ 2008 թվականից Թեղուտ ընկերությունն իրականացնում է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվտանգությունն ապահովող ծրագրեր։ 4 տարիների ուսումնասիրություններից հետո հուշարձանների քանակը գրեթե 2 անգամ ավելացավ պետական ցուցակներում ընդգրկածների համեմատությամբ եւ այսօր մենք առանձին վերցրած ունենք Թեղուտում 29 հուշարձան
եւ 12 պահպանական միավոր։ Ճանաչողական այցի շրջանակում Վալեքս խմբի ընկերությունների աշխատակիցները շրջեցին հանքավայրի տարածքում։ Մեր նախագծային ինստիտուտի կապը Թեղուտի հետ միշտ կա եւ հիմնականում բաժնի պետերը, պատասխանատուներն են ժամանակ առ ժամանակ լինում Թեղուտում, բայց այս անգամ Վալեքս ջրամեկչի կողմից որոշում է կայացվել, որպեսզի այն աշխատակիցները, որոնք այս կամ այն կարգով առնչվում են մեր աշխատանքների հետ, տեղում լինեն տեսնեն, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ են անում, ինչի համար եւ առանցներն էլ ինչ կարգի կյանքի է կոչվել։ Օրվա վերջին հյուրերն այցելեցին Հաղպատ։ Մերի Կոլոլյան, Արմեն Հովսեփյան, Մարզպետարանի ժամ։ Եթերում Մարզպետանի ժամն է։ Կուրթան գյուղում շատ են վերջին տարիներին լուծված խնդիրները, սակայն առաջվանման անլուծելի է մնում գյուղամիջյան ճանապարհի խնդիրը։ Ինչպես Լոռու մարզի շատ համայնքներում, այնպես էլ Կուրթան համայնքում հետսեթը լուծում են ստանում համայնքի խնդիրները։ Հիմնականն այստեղ գյուղամիջյան գլխավոր ճանապարհի ասֆալտապատման հարցն է, որն արդեն գրեթե ավարտվում է մարզպետի խոստմանը համաձայն։ Այս գյուղը ինձ ձևի հարգում մեր մարզպետին Նալբանդյան Արտուրին երկրորդ օրվանից։ Անդադ դուռ է ծեծավորս 300 մետրը դի որ սարքվի, չէր սարքվում։ Մտել է համայնք երկրորդ օրվանից սկսել գործը, խոստացել ու իր խոստացածին տեղակաղնել։ Ասֆալտապատման համար համայնքների համաչափ զարգացման ծրագրով ներդրվել է 15 միլիոն, իսկ ջրահեռացման համար համայնքի կողմից 3 միլիոն դրամ։ Դա եւ գյուղապետի անձնական շնորհքն է եւ նաեւ մարզպետի շնորհքն էր, որ հենց առաջ անգամ եկավ Կուրթան, անմիջապես նա տեսնելով վիճակը, նա ինչ որ գումար տրամադրեց եւ հետեւական եղավ ու այս աշխատանքը կատարվեց։ Մենք շատ շնորհակալ ենք իրանից, որ այդ ամեն ինչը արավ, այսօր մեր գյուղացիք այն ցեխից ու ճորից ազատվեցին։ Այսօր ինչ որ չափով մեր գյուղամեջը նման է քաղաքին։ Համայնքի բնակիչները զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում նկատվում է առաջընթաց, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարի բարձր բերք է ստացվել։ Դրան նպաստել է հատկապես հակակարկտային կայանի տեղադրումը։ Ըստ համայնքապետի գյուղատնտեսության բնագավառում զարգացումը ավելին կլիներ, եթե լուծվեր ոռոգման խնդիրը, ինչը կնպաստեր հատկապես կարտոֆիլի բարձր բերքատվությանը։ Վերջերս գյուղատնտեսության ոլորտում նկատելի է նաև կառավարության ներդրումը, տեխնիկայի, վարելիքի եւ պարարտանյութի տրամադրման ձևով։ Շնորհակալություն մեր կառավարությունից նման բան կազմակերպելու համար։ Ինչա պետք է գյուղացու։ Սերմաց ու էժան սակա, էժան բենզին, էժան պարտանոց։ Վարելիք մեկ էլ պարտանոց։ Ուրիշ մարդիկ ինչ են ուզում։ Ոչ բան, ասեն մեզ օգնեք, մենք էլ ապրենք, քաղաքն էլ ապրի։ Մենք արտադրենք քաղաքին տան, քաղաքն էլ ապրի։ Գյուղացու համար այս տեսակաջակցությունը կարևոր է ոչ միայն իր եւ իր գյուղի, այլև ընդհանրապես քաղաքի եւ մարզի համար, եւ առավել արդյունավետ է անշուշտ, որ այս օգնությունը լիներ մշտական։ Էմմա Գրիգորյան, Լիլիթ Յոլչյան, Մարզպետարանի ժամ։ Գոգավանը սահմանամերձ գյուղ է, գյուղի առանձնատներից մի քանի քայլի վրա է Գոգավան սահմանային անցակետը։ Անցակետի առաջացրած խնդիրների ու փոքրիկ բնակավայրի մարդկանց սպասումների մասին է Մերի Կոլոլյանի տեսանյութը։ Սահմանամերձ այս գյուղում սահմանի խախտման դեպքեր հաճախ են լինում։ Եթե գյուղի բնակիչներն արդեն գիտեն, որն է անցուդարձի թույլատրելի սահմանը, ապա անասունները սահմաններ չեն ճանաչում։ 2 տարի առաջ Գարիկ Հակոբյանը ստիպված եղավ տուգանք վճարել սահմանը խախտելու համար։ Մի անգամ ես բռնվել մուծել եմ, անասունների հիմար էլի։ Մենակ որ չբռնեն, թողեն գնան գանք, այդքանը մեզ երիկա ու ճամբ են սարքեն։ Պետք է այնտեղ գրություն գրենք, դիմում գրենք, որ գնացել ենք մալինա հավաքելու։ Հիմա այդպես էլ մենք էլ թողեցինք տուն եկանք, չթողեցին էլ։ Գոգավանում ու հարևան Ձորամուտում բնակվում են հիմնականում փախստականներ ու ջավախահայեր։ Գյուղի հեռավորությունը Վրաստանի Հանրապետության Բոլնիսի եւ Դմանիսի վարչական շրջաններից շուրջ 2 կիլոմետր է։ Սահմանային անցակետից բացի այստեղ ոչ փշալարեր կան, ոչ էլ սահմանային գոտիներ, որոնք արգելում են մարդկանց մուտքը։ Սակայն գոգավանցիներն արդեն գիտեն այն սահմանը, որը չպետք է անցնեն։ Մի քանի տարի առաջ սահմանի խախտման դեպքերը ավելի հաճախակի էին, հիմա պատկերն այլ է։ Անասունները հետ բերելու պայմանով գնացել էին տղաները, երկուսին բռնել էին եւ կարողացան ամեն մեկը 3000 լարի տուգանք վճարելով ազատվեցին, իսկ մի հոգի մի տարի ձերբակալվեց նույնիսկ, հետո մեր հայկական կառավարության դեսպանատների միջոցով կարողացանք այդ երիտասարդին բերել Հայաստան։ Իսկ հիմա թվում է արդեն նորմալ է եւ մեր սահմանապահներն են նորմալ սահմանի վրա կանգնած
եւ արդեն ժողովուրդը հասկացա, բնակչությունը հասկացա, որ սահմանամերձ գոտում ենք ապրում եւ սահմանի հետ կապված կանոնները որ կան, մենք պետք է պահպանենք։ Գոգավանցիները հիշում են, որ մինչև սահմանային անցակետի կառուցումը երկու կողմերի միջև գյուղմթերքների ակտիվ վաճառք ու փոխանակում էր իրականացվում։ Իսկ հիմա Գոգավանում անհամբեր սպասում են սահմանային անցակետի արդիականացմանը, ինչի արդյունքում կբարեկարգվի գյուղի ճանապարհն ու կլուծվի գազիֆիկացման խնդիրը։ Մինչ այդ գոգավանցիները առանձնատները ջեռուցում են էլեկտրաէներգիայով կամ վառելափայտով։ Ցախ չեն թողնում, այստեղ որտեղ ապրես, որ անտառը մոտիկ ցախ չեն թողնում, վերես վառես։ Գազ չկա, պլիտան էլ էդիկել պետության գումարը վերցնում ենք, որ տանենք մուծենք։ Վառում ենք պլիտան ստիպված, որ ճաշա, ջուրա, եսիմ։ Էդ էլ ստանանք պետության գումարը տանում ենք մուծում։ Մերիկոլորյան, Արման Տիտանյան, Մարզպետանի ժամ։ Հայկական ժողովրդական խաղերը գրեթե մոռացության են տրվում։ Այս հարցին մեծ ուշադրություն է դարձնում Հորիզոն երիտասարդական կրթամշակութային բարեգործական կազմակերպությունը, որն արդեն 7 տարի անընդմեջ կազմակերպում է Լորվա ժողովրդական խաղեր փառատոնը։ Հերթական փառատոնն անցկացվեց Վանաձորի մարզադաշտում, շախմատի ակումբում, Գագիկ Ղազարյանի անվան մարզական ակումբում եւ Ծանրամարտի դպրոցում։ Խաղերին մասնակցել են 150 մարզիկներ։ Միջոցառման նպատակն է նախ եւ առաջ վերականգնել մոռացված խաղերը, իրազեկել մատաղ սերնդին այս հին սպորտաձևի գոյության մասին, արթնացնել նրանց մեջ ավանդականը պահպանելու ցանկություն։ Մրցույթի ավարտին հաղթած առաջին 3 տղերին տրվեցին գավաթներ եւ մասնակցության վկայականներ Հորիզոն երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից։ Սա հիանալի փառատոններ են, եթե շատ կազմակերպվի եւ որը նպաստում է մեր ազգաբնակության առողջ ապրելակերպին։ Նոյեմբերի 14-ին ժամը 11-ից Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա պետական փակbaşնետիրական ընկերությունում Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի թերապևտ, սրտաբան, նյարդաբան, վիրաբույժ, վնասվածքաբան մասնագետների կողմից բնակչության ցուցաբերվելու է բժշկական օգնություն։ Սա մեր վերջին տեղեկատվությունն էր, եթերում Լոռու մարզպետանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետանի ժամ հաղորդումներ, որ պատրաստվում է անկյուն գումարած 3 եւ Ֆորտունա հեռուստաընկերությունների աջակցությամբ։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք։